Բարի օր։ Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվեց ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նոր նախագիծը։ Ըստ կառավարության այս նոր նախագծում հաշվի են առնվել հանրային քննարկումների ընթացքում առաջարկված ներկայացված առաջարկությունները։ Թե որքանով են արտացոլվել այդ առաջարկությունները նոր նախագծում, այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթև Խաչատրյանի առաջարկություններին եւ օրինագծին դեմ հանդես եկող նախաձեռնության անդամ հաշվապահ Շողեր Բաբայանի հետ, իսկ մեզ ավելի ուշ կմիանա նաեւ կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը։ Ես Փարանձեմ Ավագյանն եմ եւ ասուլիսը կվարեմ ես։ Տաթև, կուզեի իմանալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիրքորոշումը նոր նախագծի շուրջ եւ ինչ որոնք են այս նախագծի հետ կապված հիմնական դժգոհությունները։ Շնորհակալություն։ Նախ պետք է ասեմ, որ դիրքորոշում հստակ ունենալու համար պետք է ունենալ նախագիծը, արդեն լրամշակված փաստաթուղթը եւ ծանոթանալ դրա հետ։ Ցավոք մենք տեղեկացել ենք, որ փաստաթուղթը դեռևս լրամշակման փուլում է եւ չի հրապարակվել որևէ տեղ, հասանելի չէ լայն հանրությանը։ Փաստորեն այսօր այն ամենը, ինչի շուրջ մենք քննարկում ենք, այն կետերը, որոնք մենք քննարկման առարկա ենք դարձնում, ընդհանրապես մամուլի միջոցով մշտական հանձնաժողովում քննարկված կետերն են։ Այս կետերի միջոցով է, որ մենք գիտենք նոր նախագծի հիմնական դրույթները։ Ինչ վերաբերում է նախորդ նախագծին, ապա գոնե առերևույթ մամուլի արձագանքների հիման վրա կարող ենք ասել, որ եթե համեմատենք նախորդ նախագծի հետ, լուրջ այն թերությունները, որոնք տեղ էին գտել առաջին տարբերակում, այստեղ արդեն հաղթահարվել են եւ շտկվել են, մասնավորապես թե օմբուդսմենը, թե քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպան կանայք բարձրաձայնում են, որ այդ շեմերը, որոնք դրել էին նպաստ անալու համար 40%, միջին ամսական աշխատավարձից հաշվարկելու համար 60%, 80%, դրանք կարող են էապես վատթարացնել կանանց սոցիալական վիճակը եւ նույնիսկ ավելի վատ կանխատեսումներ կային, որ կարող են բացասաբար անդրադառնան ծնելիության վրա, աշխատաշուկայում հատկապես ներգրաված անձանց։ Պետք է ասել, որ բոլոր այս կարևոր խնդիրները արդեն նոր նախագծում չեն նշվում, դրանք վերացվել են։ Մեկ այլ խնդիր կար կոնկրետ մեկ գործատուի մոտ աշխատանքային ստաժի տևողություն հաշվարկելը, որի մասին նույնպես որևէ հիշատակում չկա նոր նախագծից խոսելիս։ Եվ շատ ողջունելի է, որ փաստորեն նոր տարբերակում կառավարությունը կարողացավ պահպանել երկու կարևոր լավ բաներ, դրական բաներ, մեկը դա չաշխատող կանանց նպաստ տրամադրելն է, որի վրա մենք մեծ շեշտադրություն ենք դնում եւ կարևորում ենք այս փաթեթի դա լավ կողմներ, բարեփոխումներ։ Եվ մյուսը վերջերս հայտնի դարձավ, որ մինչև 1 միլիոն աշխատավարձ ստացող կանանց համար սահմանեցին եւ պահպանեցին 100%-ով նպաստի փոխհատուցման չափը։ Բայց իհարկե նորից եմ կրկնում, նախագիծ դեռ չկա, այն ամենը ինչի շուրջ մենք խոսում ենք, դեռևս մամուլի արձագանքներ են։ Եվ գոնե այս նախնական փուլում արձագանքներից ելնելով կարող է մտահոգիչ լինել միլիոնից ավել աշխատավարձ ստացող կանանց վիճակը սոցիալական, որովհետև ասվում է, որ գործատուն պետք է փոխհատուցի, սակայն չի մանրամասնվում, թե գործատուն ինչ չափով պետք է դա փոխհատուցի, արդյոք պարտավոր է, թե հայցողական է սա թողնված։ Այս հարցերը նույնպես դեռևս չլուծված եւ պատասխաններ չունեցող հարցեր են։ Բայց տեսականորեն, եթե հիմա ուղղակի մենք քննարկենք, եթե նման պարտավորություն դրվի գործատուի վրա, այո, մենք հասկանում ենք, որ Հայաստանի աշխատաշուկայի պայմաններում միլիոնից բարձր ստացող կանայք շատ փոքր թիվ են ներկայացնում, շատ փոքր զանգված, բայց նման պարտավորության առաջացման դեպքում վտանգ կա, որ նույնիսկ այս կանայք ավելի կկրճատվեն եւ նման բարձր վարձատրվող աշխատավարձով պաշտոնները եւ տեղերը ավելի անհասանելի կդառնան կանանց համար։ Դրա համար կա բարձ պատճառաբանություն, որովհետեւ գործատուն կհասկանա, որ այդ աշխատավարձով կնոջը աշխատանքի վերցնելը իր համար լրացիչ ֆինանսական բեռ է եւ կնախընտրի նույն աշխատանքի համար տղամարդուն փաստորեն վերցնել։
Այս մտահոգությունները նույնպես բարձրաձայնել են տարբեր իրավապաշտպան կառույցներ, քաղաքացիական նախաձեռնության անդամները արդեն նախազանգեցին եւ քանի որ մենք տեղեկացել ենք, որ նախագիծը դեռևս լրամշակման փուլում է, տեսնենք թե ինչպես վերջնական փաթեթում արդեն կկարգավորվեն այս հարցերը եւ վերջնական ինչ լուծումներ կգտնվեն այդ։ Դեռ որ այսքանը, եթե լինեն մասնավոր հարցեր նախագծի հետ կապված կամ կարգավորումների նորից Շնորհակալություն շատ շողեր նոր նախագծով կարծես թե թվում է, որ կառավարությունը լսում է հասարակության ձայնը եւ կարծիքը եւ փոփոխություններ լրացումներ է անում։ Այդ դեպքում ինչու է շարունակում նախաձեռնությունը, ինչու է նախաձեռնությունը շարունակում բողոքել, որոնք են հիմնական դժգոհությունները կապված նոր նախագծի հետ։ Ուրեմն այսպիսով, քանի որ մենք գիտենք, որ սոցիալական ոլորտում օրենսդրական փոփոխությունները հիմնական կատարվում են, ասենք հաշվապահական, ֆինանսական, վիճակագրական վերլուծությունների արդյունքում, որտեղ կան հստակ թվեր եւ այս թվերը ներկայացնելով փորձում ենք հասկանալ այդ օրենսդրական փոփոխությունների կարեւորությունը։ Հիմա այստեղ տեսեք կոնկրետ այս հարցում թվերի դերը շատ մեծ էր, ինչու, որովհետև անընդհատ երբ որ ներկայացվում էր, ինչ էր ասում էր 30,000 կանանց մենք տալիս ենք նպաստ, փոխարենը 13,000 կանայք, որոնք աշխատում են, այստեղ ունենք խնդիր, մոտ 2,500 կին չարաշահումներ են, չարաշահումների արդյունքում են ստացել այդ նպաստը։ Տեսեք, սա, երբ որ ես ոչինչ չեմ հասկանում, հեռուստացույցով դիտում եմ ու հասկանում եմ, որ ահա արդեն թիվ է այստեղ 30,000 եւ այնտեղ 13 ու այնտեղ էլ ինչ որ մի մասը չարաշահում է, այստեղ իսկականից այս խնդիրը պետք է եւ պետք է բարձրացնել։ Կարծես ինչ որ դիրական քայլ է անում կառավարությունը, բայց մենք ունենք հստակ արված նախաձեռնության կողմից հստակ արված ունենք ֆինանսական հաշվապահական տվյալներ, վերլուծություններ, որի արդյունքում հստակ պարզվում է, որ չարաշահումներ ասվածը, որ ինչպես բարձրաձայնում են, գիտեք, 2-3 ամիս աշխատում են բարձր աշխատավարձով ու նրանից հետո ստանում են բարձր նպաստներ, այսինքն բյուջեից ստանում են բարձր նպաստներ, այս հաշվարկները բոլորը մենք ունենք, դա իրականում այդպես չի, ամենաբարձր նպաստը, որ կարող է մինչև 12 ամիս աշխատանքային ստաժ ունենալու դեպքում բյուջեից ավելի շատ գումար տանի, քան բյուջե վճարի, դա նվազագույն աշխատավարձի նույնիսկ կես դրույքով աշխատող կանայք են, այսինքն նվազագույնը անգամ այդքան չի։ Դա էլ այնքան քիչ է, մոտ 220,000 է, իսկ փոխարենը չաշխատող կանանց ինչ է անում, առաջարկում է 275,000, այսինքն նույնիսկ մեկ ամիս աշխատելու դեպքում կինը նվազագույն աշխատավարձը, որ ավելի շատ է բյուջեից գումար տանում, քան հարկ է վճարում, այս դեպքում ավելի քիչ է, քան չաշխատող կնոջն են իրենք պատրաստվում վճարել։ Այս հաշվարկների արդյունքում հիմնական շահարկվում է բարձր աշխատավարձով, չնայած խնդիրը ցածրի մեջ է, ցածր աշխատավարձով աշխատելու դեպքում է, բարձր աշխատավարձ, այսինքն 1 միլիոն եւ միլիոնից ավել, ինչ է տեղի ունենում, 1 միլիոն եւ միլիոնից ավել աշխատավարձի դեպքում, ինչքան է ստաժը քիչ է լինում, այսինքն 2, 3, նույնիսկ 12 ամիս, այստեղ կինը մաքսիմում կարող է մի 20-30,000 ավել նպաստանը, քան որ ինքը այդ 2-3 ամսում եւ իր բուլետինից հարկերն էլ գումարում ենք, այսինքն մաքսիմում 20-30,000 ինքը ավել բյուջեից գումար է վերցնում։ Իսկ ինչ վերաբերում է 1 տարուց ավել աշխատած, այսինքն միլիոնից ավել աշխատավարձ ստացող կանայք նույնիսկ տուժում են։ Այսինքն իրենք ավելի շատ հարկ են վճարում պետության, քան իրենք ստանում են այդ նպաստը։ Ինչ է նշանակում, այս կինը չաշխատի, այդ հարկերը այդ ամիսների ու տարիների ընթացքում չվճարի բյուջե ավելի լավ է, քան ինքը նստի տանը ու բյուջեից ստանա այդ 275,000-ը։ Այսինքն սա ինչ հաշվարկ է, ես այդ հաշվարկը չեմ պատկերացնում։ Բնականաբար կինը օգուտ է տալիս հաշվարկներով արդեն պարզ երևում է, որ ինքը այդ ամիսների ու տարիների աշխատածի իր հարկերով ինքը
բյուջեին օգուտ է տալիս։ Բացարձակ այստեղ ես մասնագիտության մաթեմատիկ եմ ու եթե ես իրոք սխալ եմ արել իմ հաշվարկներում, ես պատրաստ եմ իմ այդ բուհից ստացած դիպլոմը ետ վերադարձնել։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում, այստեղ ոչ մի նման չարաշահում, ես արդեն 2 շաբաթ այս հաշվարկն եմ անում, փորձում եմ այդ չարաշահումը գտնել, նման չարաշահում այստեղ չկա։ Այսինքն միանշանակ բյուջեն շահում է եւ բյուջեին իհարկե աշխատող կնոջ դեպքում բյուջեն շահում է միանշանակ ու շատ ավելին, ինչքան բարձրանում է աշխատավարձը, այնքան բյուջեն ավելի, այսինքն կինը շատ ավելին է տարի, նույնիսկ եթե 1-2 ամիս էինք աշխատում, այդ միլիոնից ավել աշխատավարձը ստանում։ Շատերը նշում են, որ 1 միլիոնից ավել ստացող կանայք քիչ են Հայաստանում, մոտ 400 կին են ու դրանցից եթե վերցնենք այդ տարվա մայրանալ ցանկացող կանանց թիվը, ու կարող է մի 40-50 է լինել։ Իսկ այդ կանանցից կան մարդիկ, ովքեր միանում են ձեր նախաձեռնությանը եւ այսինքն մասնակցում են այդ բողոքի ակցիաներին, ցույցերին։ Բնականաբար կմասնակցեն, այստեղ ոչ միայն բարձրի խնդիրն է, նաև իմ աշխատավարձը շատ ավելի ցածր է, բայց ես ինքս էլ մասնակցում, այստեղ ընդհանուր արդարության սկզբունքն է։ Այսինքն եթե ես շատ տուժեցի, ուրեմն ես մասնակցեմ, այն քիչ տուժողով ասեց, որ ես վաղը մյուս օրը կարող է այդպիսի աշխատավարձ չստանամ կամ մյուս տարի այնպիսի արժեզրկում չլինի, որ բոլորիս մինիմումը լինի 1 միլիոնը։ Ով ասեց, որ դա այդպես չի կարող լինել։ Շնորհակալություն, կան հարցեր, եթե չկան հարցեր, ասեմ, որ մեզ միացավ նաև Նվարդ Փիլիպոսյանը, իրավաբան, փաստաբան եւ Նվարդին կուզեի հարցնել, արդյոք այդ 1 միլիոն դրամից բարձր վարձատրվող կանանց նպաստը գործատուին, այսինքն գործատուի հայացողությանը թողնելը խախտում է կին տղամարդ իրավահավասարության սկզբունքները, թե նման մտահոգությունները սին են։ Ես կարծում եմ, որ միանշանակ խախտում է տղամարդկին հավասարության սկզբունքը, քանի որ գործատուն հիմնականում շահագրգռված է եկամուտ ստանալ, ոչ թե ծախսեր կատարել, եւ եթե նա գիտի, որ այն դեպքում, երբ ինքը աշխատանքի ընդունի կնոջը, այդ բարձր վարձատրվող աշխատանքին, նա ստիպված կլինի նաեւ այդ նախածննդյան, հետծննդյան շրջանում նրան լրացուցիչ փոխհատուցում տրամադրել, իսկ եթե նա աշխատանքի ընդունի տղամարդու, այդ դեպքում այդ խնդիրը նրա մոտ չի առաջանա։ Հետևաբար գործատուն շահագրգռված չի լինի իր մոտ բարձր վարձատրվող աշխատանքում աշխատանքի ընդունելու կանանց։ Բնականաբար սա խախտում է կանանց եւ տղամարդկանց հավասարության սկզբունքը եւ խտրականություն է սահմանում սեռի հիմքի վրա։ Շնորհակալություն, իսկ նախաձեռնության անդամները հետագա ինչ քայլեր ունեն, այսինքն որն է լինելու հետագա քայլը, երբ օրինագիծը արդեն հասանելի լինի եւ կարողանա դրա մշակված տարբերակին ծանոթանալ։ Երբ արդեն նախագիծը վերջնական տեսքով պատրաստ կլինի եւ հասարակության համար հասանելի կլինի ու մենք կծանոթանանք, կշարունակենք պայքարը նույն ձևով, ինչպես առաջ էր, այսինքն բոլոր օրինական միջոցներով, լինեն դա մասնակցել նորից լսումներին եւ փորձել ներկայացնել մեր տեսակետը եւ այն, որ այս փոփոխությունները եւս ոչ մի լավ հետևանքի չեն բերի, ինչպես նաեւ որ դրանք իրավական առումով խնդիրներ կարող են առաջացնել եւ բացի դրանից նաեւ հասարակական գործունեությունը եւ նույն ակցիաները բողոքները, նամակները, մի խոսքով այնպես ինչպես նախկինում էր, քանի որ գտնում ենք, որ եթե նույնիսկ մեկ կնոջ իրավունք խախտվում է, մենք պետք է շարունակենք պայքարել։ Իսկ նման մեթոդները, նման ակցիաները ըստ ձեզ ինչ արդյունքի կբերեն, որն է այն արդյունքը, որը դուք ակնկալում եք։ Մենք ակնկալում ենք, որպեսզի այս առավելագույն շեմը վերացվի եւ բոլոր կանայք իրենց հղիության շրջանում 100% փոխհատուցում ստանան իրենց անաշխատունակության համար։ Իսկ ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում փոփոխությունները միայն վերաբերում են մայրության նպաստին, թե անդրադարձ է եղել նաև մյուս նպաստներին։
Այստեղ նաև բյուլետենների խնդիրն է, այսպես կոչված, այսինքն հիվանդության ժամանակաշրջանում, երբ մարդ գտնում է անաշխատունակության վիճակում եւ նրա աշխատավարձը նույնպես փոխհատուցվում է, ինչքանով ես եմ տեղյակ եւ քանի որ դեռ վերջնական նախագիծը չկա, այս փոփոխություններով նախատեսվում է նաև այդ բյուլետենների համար սահմանել 80% փոխհատուցում եւ առավելագույն շեմ, եթե չեմ սխալվում, ավելի ցածր, քան հղիության նպաստների համար։ Եվ իհարկե այս առումով նույնպես գտնում ենք, որ սա եւս խնդիր կարող է առաջացնել, քանի որ եթե մարդ գտնվում է անաշխատունակության շրջանում, պետությունը որպես սոցիալական պետություն իր վրա վերցնում է պարտավորություն փոխհատուցելու նրա եկամուտները եւ եթե մենք սկսենք պակասեցնել, սկզբում 80% հնարավոր է որոշ ժամանակ հետո այդ տոկոսը ավելի ցածր դառնա եւ առավելագույն շեմը նույն խնդիրն է առաջացնում խտրականության, ինչու մարդը ով բարձր աշխատավարձ է ստանում եւ բարձր հարկեր է վճարում, այն դեպքում երբ գալիս է նրան սոցիալական աջակցություն ցուցաբերելու պահը, երբ նա անաշխատունակ է կամ երբ նա հղիության արձակուրդում է գտնվում, հակառակ մոտեցումն է, այսինքն ասում են դու բարձր ես ստանում, բնականաբար քեզ ավելի քիչ կփոխհատուցենք։ Տրամաբանությունը եւ սոցիալական արդարության սկզբունքը այս դեպքում խախտվում է։ Շնորհակալություն, գուցե մեր լրագրողների մոտ հարցեր առաջացան։ Մենք ճշտով հարց կա, կարող եք ներկայիս սակագները այսպես ասել, ժամանակավոր անարժեքն կանանց ներկայումս որքան է վճարում և որտեսի տարբերությունը հասկանալու։ Այսինքն ինչ-որ աշխատավարձի դեպքում, հա, ենթադրենք նվազագույն աշխատավարձի դեպքում վճարվում է 300-4,000 այդ կեղտոտ բյուլետենը, այստեղից պահվում է նաև հիմա ասեմ, պահվում է հարկեր, 227,000 վճարվում է նպաստ մաքուր, նվազագույն աշխատավարձի, 227,000 վճարվում է նպաստ։ Սա այդքան ստանում։ Այո։ Իսկ փոփոխվողի դեպքում ինչքան վճարեր։ Փոփոխվողը դե չարվեց, տոկոսները չարվեց, այսպես էլ կթողեն նվազագույնի համար, այս միլիոնից ավել աշխատավարձի դեպքում են փորձում միլիոնը պահել, այսինքն եթե իմ միջին աշխատավարձը միլիոնից ավել է, ուրեմն ինձ հաշվարկելու են 1 միլիոնի չափով, այսինքն այն 1.100.200 դրանք հանելու են եւ 1 միլիոնի չափով, ոնց որ 1 միլիոն աշխատավարձ ես 1 միլիոն աշխատավարձի դեպքում այստեղ ուրեմն վճարվող նպաստը կկազմի 2.166,000։ Եթե կարելի է պատկերացնել։ Այո, Այստեղ ստացվում է, որ տոկոսները, որոնք նախկինում առաջարկում էին 40-60-80%, հիմա քննարկումից դուրս են եկել եւ նոր նախագծով այդ մասին ընդհանրապես չի խոսվում։ Հիմա մենք նշում ենք, որ կա ուրիշ խնդրահարույց, այն է 1 միլիոնի շեմը, դրանից բարձր վարձատրվող կանանց հարցն է հիմա խնդրահարույց մնում։ Իհարկե նախագիծ չկա, բայց զուտ խոսակցությունների հիման վրա եւ այն լսումների, որոնք կազմակերպվել էին, ներկա կարգավորմամբ 100% փոխհատուցում է տրվում եւ հաշվարկվում է ըստ կնոջ ստացած վերջին ուրեմն տարվա միջին աշխատավարձի։ Այսինքն, եթե դա գումարենք 140 օրվա համար ինչքան է ստացվում է այն գումարը, ինչը որ կլիներ, եթե դու աշխատանքի գայր այդ 140 օրը եւ մի բան էլ ավել ցուկով գումար էր ստացվում։ Նոր տարբերակով այն նույնպես պահպանվում է մինչեւ 1 միլիոն դրամ ստացող կանանց համար։ Ամբողջ հարցը մնում է 1 միլիոնից ավել ստացող կանանց խնդիրը։ Ով պատասխանում։ Ես երևի հենց ասեմ, համաշխարհային փորձ ասվածը մենք վերցնում ենք հիմք, ենթադրենք այն փաստաթղթերը, որոնք Հայաստանը վավերացրել է, որոնք Հա, ուրեմն
Միջազգային փորձ ասվածը նախ եւ առաջ պետք է վերցնենք այն փաստաթղթերը, որոնք Հայաստանը վավերացրել է, դա վերանայված եվրոպական սոցիալական խարտիան է, դա աշխատանքի միջազգային կազմակերպության տարբեր փաստաթղթերն են, որոնք աշխատանքային հարաբերություններն են կարգավորում։ Եվ եթե նայենք այդ ուրեմն կոնվենցիաների անդամ պետությունների փորձը, ապա բնականաբար տարբեր երկրներ տարբեր ձևով են փոխհատուցում անում, բայց այս փաստաթղթերը որոշակի չափանիշներ եւ ուրեմն ուղենիշներ են սահմանում, թե ինչպես պետք է լինի իրենց անդամ պետությունների համար։ Ենթադրենք, երբ որ խոսքը գնում էր տոկոսներ սահմանելու մասին 40-60-80, մենք միանշանակ կարող ենք նշել, որ վերանայված սոցիալական խարտիայի իմաստով համապատասխան մարմինը կոմիտեն նշել էր, որ առնվազն 70% պետք է լիներ փոխհատուցումը։ Եվ այս իմաստով այդ 40 եւ 60-ը միանշանակ չէին ընկնում 70-ի այդ ուղենիշի տակ եւ համարվում էին խարտիայի խախտում։ Նույն տրամաբանությամբ եթե նայենք միջազգային աշխատանքի միջազգային կազմակերպությունը ուրեմն սահմանել էր չափանիշ, որով չպետք է պակաս լիներ հատուցումը նախորդ ստացած աշխատավարձի 2/3-ից։ Այսինքն նման կոնվենցիաները, նման միջազգային փաստաթղթերը որոշակի ուղենիշներ են տալիս, բայց ամեն պետություն իր հնարավորությունների չափով ինքն է կարգավորում եւ պետք է նշել, որ կան պետություններ, որտեղ դա չի արվում պետական բյուջեի հաշվին, այլ արվում է ինչ-որ ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների միջոցով, նրանց սոցիալական համակարգերը այլ կերպով են զարգանում։ Բայց այսօր Հայաստանում մենք չունենք այդպիսի ապահովագրական համակարգ եւ փաստորեն ամբողջ բեռը ընկնում է պետբյուջեի վրա։ Եթե հարցային է, եթե այսօր պետությունը այդ ուրեմն բեռը ցի գործատուի վրա, արդյոք սա ճիշտ ժամանակն է եւ ճիշտ տեղն է եւ արդյոք սա բացասական հետևանքներ չի ունենա աշխատաշուկայում կանանց հավասար պայմանների եւ հնարավորությունների վրա։ Ես ներկայացնում կանանց իրավունքների պաշտպանության տեսակետից ուզում եմ իմանալ օրենքը ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ եւ այսինքն արդյոք ծննդյան մակարդակի նվազում կամ այլ կոռուպցիա խնդիրներ բացասական հետևանքների մասին ուզում եմ խոսել։ Եթե մենք խոսում ենք այս նախագծի լրամշակված տարբերակի մասին, որը կրկին նշեմ, որ դեռ շրջանառության մեջ չկա եւ հասարակության համար հասանելի չի, բայց եթե ընդունենք, որ այդ տոկոսները, որոնք նախկինում փորձում էին սահմանել, այլևս չեն լինելու եւ միայն այս շեմն է լինելու, այսինքն 1 միլիոն դրամի, ծնելիության մասին կարելի է խոսել, որ բարձր վարձատրվող կանայք, նրանք ովքեր կարիերայի ինչ-որ հաջողությունների են հասել, ավելի երկար կմտածեն, երկրորդ երեխան, ասենք, ունենալու ժամանակ։ Թե ինչքանով դա ընդհանուր կազմի ծնելիության վրա դժվար է այս պահին ասել, բայց հարցը ուզում եմ շեշտել, որ միայն ծնելիությանը չի վերաբերվում։ Եթե կինը ունի այդ իրավունքը, որը նրան տրված է, որը ստանձնել է մեր պետությունը իր միջազգային պարտավորություններով եւ եթե նրա իրավունքը խախտվում է, ապա այս դեպքում մենք չպետք է ուշադրություն դարձնենք նրան, թե ինչ ազդեցություն դա կունենա ծնելիության վրա։ Այսինքն, երբ որ խոսքը գնում էր մեծ ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին, որոնց մասին նախկինում էր մինչև այս նախատեսվող փոփոխությունները, ապա դրանք միանշանակ ազդեցություն կունենային ծնելիության աճի վրա։ Իսկ եթե հիմա մենք խոսում ենք այդ 400 հոգու մասին, ովքեր 1 միլիոնից բարձր են ստանում, ներկա դրությամբ գուցեև դա ծնելիության վրա ինչ-որ ազդեցություն չունենա, բայց ինչպես նշեց Շողերը, հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո այդ 1 միլիոն դրամը այնքան արժեզրկվի, որ մարդկանց մեծամասնությունը դա դառնա օրինակ նվազագույն աշխատավարձ։ Այդ դեպքում մենք կկանգնենք խնդրի առաջ, որ պետությունը սահմանափակում է դնում, որ դրանից բարձր վարձատրվող կանանց քիչ փոխհատուցում է տալիս եւ նրանք նորից երկար կմտածեն հղիության արձակուրդ գնալուց առաջ։ Եթե այդ թիվը այնքան փոքր թիվ է կազմում 400-ի, ենթադրենք 40-50 կին տվյալ տարի երեխա կունենա, դա շատ փոքր թիվ է կազմում, մանավանդ որ իրենք փակում են իրենց հարկը։ Ես նաև մեկ հավելում կուզեի անել, նաև պարզաբանում ժամանակավոր անաշխատունակության նպաստի բուն էության հետ կապված։ Օրենսդիրը, երբ որ մշակում էր այս արտոնությունը, այս սոցիալական ուրեմն նպաստը, որը պետք է տրվեր կնոջը նախածննդյան եւ հետծննդյան 140 օրվա շրջանի համար, նպատակը ամենևին չի եղել ծնելիության խթանումը երկրում։ Եվ առհասարակ ոչ մի նպաստ, ոչ մի երկրում այդ նպատակին չի ծառայում եւ այդ խնդիրը չի լուծում։
Այդ խնդրին ավելի լուրջ առնչվող հարցեր կան, օրինակ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրում երեխայի համար անհրաժեշտ հաստատությունների առկայությունը, ենթադրենք կինը կարող է շատ լավ նպաստ ստանալ, բայց հետո տեղ չունի եւ պայմաններ չունի երեխային թողնելու, որպեսզի վերադառնա աշխատանքի եւ գուցե դա է նրան հետ պահում, ուրեմն երեխա ունենալուց։ Գուցե երկրում այնքան վատ է սոցիալ-տնտեսական վիճակը, որ այդ շրջանի համար նա կարող է դեկրետային գումարներ ստանալ, բայց հետո չկարողանալ երեխային պահել։ Ուստի զուտ նպաստի վճարման չափը եւ նպաստի հենց գաղափարը կապել ծնելիության հետ իրավական առումով կարծում եմ ճիշտ չէ։ Կան այլ հարցեր, իսկ հավելումներ։ Հավելումներ չկան, երևի մի բան էլ ավելացնեմ նպաստին, այն որ եթե նայենք միջազգային պարտավորությունների համատեքստում, կնոջը վճարվող այդ մայրության նպաստի իմաստը այն է, որ պետությունը օգնում է կնոջը, որպեսզի նա երեխա ունենա եւ չմտածի, որ երեխա ունենալը կարող է ազդել իր ֆինանսական վիճակի վրա, այսինքն պետությունը զուտ փոխհատուցում է կնոջը, որպեսզի նա հանգիստ կարողանա գնա երեխա ունենա եւ նրա ֆինանսական վիճակը դրանից չվատթարանա։ Սա էր ամբողջ խնդիրը եւ այս համատեքստում ենք մենք ասում, որ առաջին նախագծով հնարավոր է կանայք ավելի դժվար կայացնեն երեխա ունենալու որոշումը։ Եվ երևի մի լրացումել ես անեմ, երբ որ մենք խոսում ենք բարձր աշխատավարձ ստացող կանանց իրավունքների սահմանափակման մասին, պետք է նախ այստեղ անդրադառնալ նաև նրան, որ երբ կինը ստանում է բարձր աշխատավարձ, նրա հարկերն են ավելի շատանում, եւ եթե նա օրինակ 2 միլիոնից բարձր է ստանում, նա այլ հարկման սանդղակի տակ է հայտնվում։ Բացի դրանից, երբ որ նրան մեծ միանգամից, այսինքն եթե նա աշխատի այդ 4 ամիսները, 4.5 140 օրը, նա ամեն ամիս կստանա իր աշխատավարձը եւ դա կհարկվի ցածր սանդղակով։ Երբ որ նա միանգամից այդ գումարը ստանում է, դա լինում է ավելի մեծ գումար եւ այն բարձր սանդղակով է հարկվում։ Այսինքն կինը այսպես թե այնպես տուժում է որոշ առումով, քանի որ նրա ստացած այդ անաշխատունակության նպաստը ավելի բարձր հարկ է վճարում եւ նրան մաքուր գումարը ավելի քիչ է մնում։ Եվ եթե մենք մի հատ էլ դրան գումարում ենք այս առավելագույն շեմը, հնարավոր է ստացվի իրավիճակ, երբ կինը բարձր աշխատավարձ է ստանում եւ իր աշխատավարձի ընդամենը օրինակ 60%-ն է փոխհատուցում ստանում։ Կարող է այդպիսի իրավիճակներ եւ այս դեպքում մենք նորից գալիս ենք այդ օրինակ եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի խախտման հանգամանքին, երբ չի երաշխավորվում, որ կինը, որը կարող է բավականին բարձր աշխատավարձ ստանալ, կստանա իր փոխհատուցումը ընդամենը օրինակ 60%-ի չափով, երբ որ պարտավորությունը պետությունը ստանձնել է ապահովել նրան գոնե 70%-ը։ Այսինքն խախտումների հարցը բարձր աշխատավարձի դեպքում մենք շարունակում ենք ունենալ։ Շնորհակալություն, Շողեր։ Ես մի փոքր էմոցիոնալ դաշտից կուզեմ խոսել։ Ես կարծում եմ, որ մեր պետական այրերը պիտի հաշվի առնեն, որ չի կարելի ամեն 3 տարին մեկ հղի կանանց ենթարկել նման ստրեսի։ Շնորհակալություն, հուսով եմ դրանք կլսեն եւ կդադարեն ստրեսներին ենթարկել հղի կանանց եւ ոչ միայն հղի կանանց։ Այսօր մեդիա կենտրոնում քննարկեցինք ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի լրամշակված տարբերակը եւ մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթև Խաչատրյանը, կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը եւ հաշվապահ Շողեր Բաբայանը։ Ես Փարանձե Մավաքյանն եմ, միշտ նոր հանդիպում մեդիա կենտրոնի ուղիղ եթերում։ Ցտեսություն։ Շնորհակալություն։